Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստ է քննարկում անցկացնել հանրային մտահոգություն ներկայացնող ցանկացած թեմայով, այդ թվում կրթության։ Թբիլիսիի պետական համալսարանի մոտ բողոքի ակցիայի հավաքված ուսանողները Իրակլի Կոբախիձեին մարտահրավեր են նետել հանրային քննարկման, ցանկացած ձևաչափով, ցանկացած ալիքով եւ ուղիղ եթերում։ Նրանք նշել են, որ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լույսի ներքո երիտասարդներն ունեն հստակ հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում։ Ակցիայի մասնակիցները բողոքում են Թբիլիսիի պետական համալսարանի եւ Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման դեմ։ Երբ խոսքը կրթության բարեփոխումների մասին է, պատրաստ եմ քննարկում ունենալ նրանց հետ, մասնավորապես փորձագետների։ Իմ կարծիքով ոմանք կարող են իսկական փորձագետներ լինել, ոմանք ոչ, բայց ես պատրաստ եմ նստել բոլորի հետ եւ քննարկել ցանկացած թեմա, այդ թվում կրթությունը։ Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքի նախագիծը, որը կարգելի Վրաստանի որոշ քաղաքացիների անդամակցությունը կուսակցություններին։ Նոր օրենքի համաձայն Վրաստանում կուսակցությունների անդամակցության արգելքը կվերաբերի այն անձանց, որոնք աշխատանքային պայմանագրով ստանում են լրիվ կամ մասնակի եկամուտ օտարերկրյա պետության շահերը պաշտպանող կազմակերպությունից։ Արգելքը կգործի 8 տարի։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանոթագրերով հետախուզվող Թուրքիայի 8 քաղաքացու ծանր հանցագործությունների համար։ Նախարարության տվյալով կասկածյալները հետախուզվում էին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից առևանգման, կողոպուտի, դիտավորյալ սպանության, զենքի ապօրինի պահման, մարմնական վնասվածք պատճառելու, սպառնալիքի, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով։ Իրավապահ մարմինները Բաթումիում եւ Թբիլիսիում ձերբակալել են հետախուզվող անձանց քննչական գործողությունների ընթացքում։ Այժմ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման գործընթացներ, հայտարարել է ներքին գործերի նախարարությունը։ Անտալիայում ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, եւս 26-ը վիրավորվել են։ Նրանք տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ, հայտնել է նահանգապետ Հուլուսի Սահինը։ Միաժամանակ նա չի հստակեցրել արդյոք տուժածների մեջ կան օտարերկրյա քաղաքացիներ թե ոչ։ Սահինը ասել է, որ տեխնիկական հետաքննությունը կպարզի վթարի ճշգրիտ պատճառը։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34 մարդ տեղափոխող ավտոբուսը Թեքիրդաղից Անտալիա էր ուղևորվում անձրևոտ պայմաններում։ Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության խմբեր, որոնք տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Ավտոբուսի ողջ մնացած ուղևորները պատմել են, որ վթարի պահին ճանապարհին մառախուղ է եղել, իսկ վարորդը մեքենան վարել է շատ արագ։ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության դիմաց ցուցարարներն այրել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաստառը եւ երկու երկրի դրոշները՝ ի աջակցություն Իրանի ժողովրդի կազմակերպված ակցիայի ժամանակ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մեծացրել է իր ռազմածովային ներկայությունը Մերձավոր Արևելքում այն բանից հետո, երբ Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին միջամտությամբ, եթե Թեհրանը չհամաձայնվի միջուկային համաձայնագրի շուրջ կամ չկարողանա դադարեցնել ցուցարարների սպանությունները։ Թուրքիան, որպես տարածաշրջանային դաշնակից, ձգտում է լարվածության թուլացմանը։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նախազգուշացմանը, թե Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակումը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, թե բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, սակայն հստակ հասկացրել է, որ ռազմական ուժի կիրառումը մնում է հնարավոր տարբերակներից մեկը։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Իրանը պետք է համաձայնագիր կնքի Միացյալ Նահանգների հետ եւ երաշխավորի, որ միջուկային զենք չի ունենալու։ Չգիտեմ կհամաձայնեն դրան թե ոչ, բայց նրանք բանակցություններ են վարում մեզ հետ, լուրջ բանակցություններ, լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։ Իսլամական հեղափոխության առաջնորդն էլ նախազգուշացրել է Վաշինգտոնին, եթե պատերազմ սկսվի, այն կտարածվի ավելի լայն տարածաշրջանում։ Ալի Խամենեին հավելել է, որ Իրանի ժողովրդին ամերիկյան նավատորմով չի կարելի վախեցնել։ Մենք չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց անհրաժեշտության դեպքում հզոր պատասխան կտանք։ Խամենեիի ձևակերպմամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այսքան տարի շարունակվող հակամարտությունը մի պարզ հարցի շուրջ է։ Վաշինգտոնը ցանկանում է կուլ տալ Իրանին եւ շահագործել Իսլամական Հանրապետության ռեսուրսները՝ նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը։
Ինչ վերաբերում է երկրում դեկտեմբերի վերջից բռնկված ցույցերին, Խամենեին հայտարարել է. դա պետական հեղաշրջման փորձ էր, որը հաջողվեց կանխել։ Միաժամանակ իրանական կողմը հրապարակել է Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2986 քաղաքացու անուն։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով ընդհանուր առմամբ զոհվել է 3117 մարդ, սակայն դեռ ոչ բոլորի ինքնությունն է հաջողվել պարզել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը մտահոգված չէ պատերազմով, քանի որ լիովին պատրաստ է դրան։ Նա հավելել է, որ հակամարտությունը ամենայն հավանականությամբ դուրս կգա Իրանի սահմաններից։ Ըստ Արաղչիի ինքը վստահ է, որ իրենք կկարողանան համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ցավոք մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ որպես բանակցային գործընկեր։ Այդուհանդերձ տարածաշրջանի բարեկամ երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը նպաստել է Միացյալ Նահանգների հետ արդյունավետ բանակցություններին։ Արաղչիի խոսքով կարևոր է ոչ թե բանակցությունների ձևաչափը, այլ բովանդակությունը։ Եկեք չխոսենք անհնարին բաների մասին եւ բաց չթողնենք միջուկային զենքի բացակայությունը երաշխավորող արդար գործարք կնքելու հնարավորությունը։ Դա հասանելի է նույնիսկ կարճ ժամանակահատվածում։ Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանն ակնկալում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների չեղարկում, որոնք արդեն տասնյակ տարիներ ծանր լուծ են դարձել Իրանի տնտեսության համար։ Նաև խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը շարունակելու Իրանի իրավունքի հարգում։ Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, շեշտել է Արաղչին։ Ըստ նրա, հակամարտությունը ամենայն հավանականությամբ դուրս կգա Իրանի սահմաններից եւ աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը։ Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը Եգիպտոսի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկրի նախագահը։ Մասուդ Փեզեշյանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը նախընտրում է լուծել առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով, սակայն առանց Թեհրանին ուղղված սպառնալիքների։ Նա մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին հակամարտություն հրահրելու համար։ Թեհրանը խորապես համոզված է, որ պատերազմն օգուտ չի բերի ոչ Իրանին, ոչ Միացյալ Նահանգներին, ոչ էլ տարածաշրջանի երկրներին, ընդգծել է Փեզեշյանը։ Հնդկաստանի կառավարությունը որոշել է երկրի բյուջեից միջոցներ չհատկացնել Իրանի հարավում գտնվող Չաբահարի նավահանգստի նախագծի զարգացման համար։ Որոշումը կայացվել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև լարվածության սրման, նաեւ Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների հետ կապված անորոշության ֆոնին։ Տարիներ շարունակ Նյու Դելին տարեկան ավելի քան $10 միլիոն է հատկացրել Չաբահարի զարգացմանը։ Նավահանգիստը համարվում է տարածաշրջանային առևտրի եւ Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի եւ այլ երկրների հետ ռազմավարական փոխգործակցության կարևոր բաղադրիչ։ Հնդկաստանի համար նավահանգիստը Պակիստանը շրջանցող կարևորագույն երթուղի է։ Չաբահարը գտնվում է Պակիստանի հետ Իրանի սահմանից դեպի արևմուտք եւ հակակշիռ է հանդիսանում Պակիստանում գտնվող Գվադարի նավահանգստին, որը Չինաստանը զարգացնում է որպես մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության մաս։ Նյու Դելին եւ Թեհրանը դեռ 2003 թվականին են պայմանավորվել համատեղ զարգացնել Չաբահարի նավահանգիստը, սակայն նախագիծը հետաձգվել է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով։ Իսկ 2016 թվականին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց Չաբահարի նավահանգստային ենթակառուցվածքների զարգացման նախագծում $500 միլիոն ներդնելու իր մտադրության մասին։ Իրանի խորհրդարանը Եվրամիության անդամ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պատասխան գործողությունների մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն որպես պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ եւ այդ որոշման պատասխանատվությունն ընկնելու է Եվրամիության վրա։ Հատկանշական է, որ Իրանի օրենսդիրները քննարկում են եվրոպական դեսպանատներում գործող ռազմական ատաշեների արտաքսման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, թե Եվրամիությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Եվրամիության այս որոշումը որակել էր ռազմավարական մեծ սխալ։ Նրա կարծիքով Եվրոպան զբաղվում է ճգնաժամի կրակը բորբոքելով։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հացահատիկով բեռնված վագոններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 1746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկի 25 վագոն։ Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն, մոտ 19900 տոննա հացահատիկ։ Ադրբեջանում վերջերս զանգվածային կրճատումներ են իրականացվել մի շարք պետական եւ ոչ պետական հաստատություններում, այդ թվում մետրոյում, Կասպից ծովի տրանսպորտում եւ հանրային կոմունալ ծառայություններում։ Այս մասին խորհրդարանական նիստում հայտարարել է падգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Նա նշել է, թե հասկանալի է, որ այս քայլերը ձեռնարկվում են բյուջեի բեռը թեթևացնելու համար։
Սակայն արդյունքում հարյուրավոր մարդիկ դառնում են գործազուրկ։ Այս մարդկանց կամ պետք է առաջարկվեն այլընտրանքային աշխատանքներ, կամ պետք է ակտիվացվեն սոցիալական պաշտպանության մեխանիզմները։ Ֆազիլ Մուստաֆան հավելել է, որ երբեմն աշխատանքից ազատված անձանց այլ կառույցներում տեղավորելու մասին պնդումները գործնականում չեն հաստատվում։ Դիմելիս մարդիկ բախվում են աշխատատեղերի բացակայության հետ։ Ադրբեջանցի падգամավորը վստահեցրել է, որ գործազրկության խնդրի սրումը երկարաժամկետ հեռանկարում կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել եւ լրացուցիչ ռիսկեր առաջացնել պետության համար։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։